Դավիթն եմ, ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ գյուղում։ Մեր գեղի մասին ես ջրից հեզնացել եմ մեր պապերիցը, մեր պապերը իրանց պապերից։ Դե սնացեք, սռկեղցիկ եկել են Ղարաբաղից, նրանք սկզբում ապրել են Ռաշխոթան գյուղի սռկեղ հանդամասում։ Մյուրստյանց 3 ֆորսկան կղտար իզովը կայս են հասնամ համիկ պակեղը։ Ես կեղը կաղնկուտի ծմակալ է։ Ֆորսկանին մի առու են տենեմ, էտ առուն աղբյուր են սարքեմ, որին համի հին աղբյուր են ասեմ։ Խոսքս որդի մնաց, հա էտ ֆորսկանին շատ էին հվանեստեղ, հետ էին քնեմ 7 քրպաթով հետ գալի։ Ասում են ես հին աղբյուր ենքան պարակալ է, որ են վաղթվա կնանիքը ամեն մինը մեջող գյուր բագյորց է, միչև անը իրանց լեցնիլու հերթիկյա, ջուր լեցնիլու հերթիկյա։ Կեղը մաչուրը են վաղթից էլ քիչ է, դրա համար կեղի ժողովուրդը իչելա չինարու ծորը, ընդեղ թազա թաղամասա սարքե ու անուն է դրել նորաշը։ Են որ սռկեղցիկ միշտ են աշխատասերու հայրենասերլել, դրա մասին սաղ աշխարը գիդի, են որ սռկեղցիկ ղոնաղասեր են, էտել սռկեղի նախկինում հայտնի ճաշարանում Լուի դո Ֆյունեսի կենգյա բաղադրատոմսով կարտոշկի քյաբաբ վայելածները գիդեն, բայց են, որ կեղացի քեփչել են, դրա մասին էլ ես եմ ուզում ձեզ պատմեմ։ Ամեն տարվա կյարունքին, երբ որ օրերը տքանում են, սռկեղցի տղամարդիկ, ովքեր որ մինուճար են, մեր չինար ու ծառի տակին հվակվում են, մի լավ կերուխում են կազմակերպում, երգում, պարկյալի, մին մնով, ուրխանում, հիշում մերեզ մի պյուր հայրենիքի, մեր սահմանամերձ Սարիգյուղի հիմար կյանքը զոհած հայրենակիցներին, իրանց զինակիցներին, օղորմի տալիս անցավորներին։ Հպարտանում են իրանց մին մնություգյունքին կղնած լիլով, մինիճարությունը չճաշակելու շնորհով, մտածում են մեր հայրենիքի ու մեր կեղի էկողորվա համար հույսով ու հավատով լցվում, երբ որ հայրենի եզերքին պինդ կղնած իր տունն ու շենը ծաղկեցնող, կառուցող ու զարգացնող նոր սերնդին նոր սարիգյուղացուն են տեսնում։